Այսօր պիտի վերջացնենք աննույթը, որ սկսանք մեկ ամիս առաջ, բավական երկայն էր, բայց կարևոր էր, որ այս նյութը մանրամասնություններով սերդեինք, եւ մեր նյութը խաչված կյանքներ, խաչված կյանքը եւ վերջին մեր սերդողության մեր նյութը եղավ թե ինչպես հավատացյալ մգրնա խաչված ըլլալ. Եվ երեք կետեր հիշեցինք, ասելով, թե նախ պետք է հավատացյալը գիտնա, հասկանա, թե իր թիրքը ինչ է Քրիստոսի մեջ, եւ անգե վերջը այդ ճշմարտությունները գիտնալով, այդ ճշմարտության հավատա, որբեսի գարենա կորձնագանի դարձնել իր կյանքի մեջ։ Պետք է մենք համոզված լինենք մեր հավատացածին, որ գարենանք աս խաչված կյանքը ապրիլ եւ ասենք թե խաչված կյանքը գաբ ունի ընձայված կյանքին հետ ընձայել մեր մարմինները գենթանի զոմը սուրբ աստուծո եւ անշուշտ այս երեք կետերը միասին երբ որ ասենք թե նախ հասկանալ գիտնալ թե մեր թիրքը ինչ է ճշմարտությունը հասկանալ ֆակտերը իրականությունը գիտնալ անգե վերջը ասենք թե հավատալ այսինքն համոզվել որ այդ իրականությունը ճշմարտություն է այդ ինչ որ աստծո խոսքը մեզ գսե անգե վերջալ կորձնական քայլ առնել մեր անձերը նվիրելով աստծո առանց շբարելու առանց գասկածելու ամբողջությամբ հանձնվել նվիրվել եւ կորձնական քայլեր առնել ինչ որ աստծո խոսքը մեզ գսե եւ աս բոլորը երեք միասին երեք քայլերը որ սերդեցին անցալ անգամին մեզի գբերեն հավատքի արչեւ եւ այս երեք քայլերը մեզի գծությունեն թե ինչսել է հավատքով ապրիլ հավատքը փապակ մչե որ Երանի այսպես լար կամ թե գհուսամ որ այսպես կլա Հավատքը հիմնված է ճշմարտության, fact անգլերենով ասենք, fact-ի վրա, եւ այդ ճշմարտությունը գուկա Աստծո խոսքեն։ Եվ երբ որ ադոր համոզված ենք, կառնենք այն քայլը, որ այդ ճշմարտությունը մեզի գարաչնորդ է առնելու եւ այդ քայլը առնելու որ մենք հավատքի մեջ կսկսենք քալել։ Եվ հոն է որ կրնանք արդյունքը տեսնել նվիրված կյանքին կամ թե ընձայված կյանքին որ գաբ ունի խաչված կյանքին հետ որ ամենադեն Քրիստոս հետ խաչի է լագսե ամեն օր կնվիրեմ կհանցնեմ իմ կյանքս աստուծո եւ ասշուշտ կարողուզեմ մի քանի համարներ բերել մեր սերդողության որ ասկեդը հստականա Առաջինը Ռոմայցիս 1:17-ը մեզի գսե արդարը հավատքեն պիտի ապրի եթե մենք իրավես խաչված կյանք պետք պիտի ունենանք այս հավատքի կյանքը պետք է ապրենք եւ հավատքի կյանքը գուկա այդ երեք քայլեր են Քաղադացիս 2:20 Քաղադացիս 2:20 մեզի գսե Քրիստոսին հետ խաչ ելա եւ ալ գենթանի եմ ոչ թե ես հաբա Քրիստոս գենթանի իմ մեջս Քրիստոս հետ խաչ ելա բայց ես որ հիմա մարնովս կաբրիմ աստուծո որդին հավատքով կաբրիմ որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց այո մարմինի մեջն եմ բայց հավատքով կաբրիմ այլևս իմ կյանքը հավատքի հետևանք է հավատքի քայլեր կառնեմ ամեն օր Գողոսացիս 2:6 Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը այնպես քալեցեք հիմա հավատքի մեջ պիտի քալենք հավատքով ընդունեցինք Քրիստոս մենք Քրիստոսը չտեսանք Աստծո խոսքը գարտացինք Աստծո խոսքը մեզի ուղեց Քրիստոսի եւ մենք հավատացինք եւ
ընդունեցին Քրիստոսը, հիմա գսե անոր մեջ քալեցեք։ Եփեսացիս 2:8 Եփեսացիս 2:8 գսե վասնզի շնորհքով բրգված եք դուք ինչի միջոցով հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզմե հաբա աստուծո բարգևն է ուրեմն գտեսնենք այս հավատքի ընթացքը որքան կարեւոր է հավատքով ապրիլը Կորինթացիս երկրորդ Կորինթացիս 5:7 մեզի հստակ կբադվիրե որ եթե իրապես խաչված կյանքը պիտի ապրենք ընծայված կյանքը աստուծո մենք պետք ունենք որ հավատքով քալենք ասե բասնզի հավատքով գքալենք ու ոչ թե երևույթով մեր դեսածով չէ դեսածին հավատալը հավատ չէ աբացույցը դեսնելը եւ հավատալը հավատ չէ հավատքը չդեսածեն քայլ առնելն է եւ մեկը չի գրնար այս խաչված կյանքը ապրիլ եթե նախ չի հավատա որովհետեւ պիտի չի գրնա ընծայել իր կյանքը եթե նախ չի հավատա այն ճշմարտության որ Քրիստոս մեզ համար խաչ ելավ մենք ալ խաչված կյանք պետք է ապրենք իրեն համար մեր մարդը հին մարդը պետք է խաչ ելնե եւ այս ճշմարտությունները առանց հասկանալու եւ հավատալու մեկը չի գնար այդ խաչված կյանքը ապրիլ եւ անշուշտ ամենասիրած համարներս մեկը Եփրայեցիս 11:6 մեզի հստակ կնեգսե բայց առանց հավատքի անհնար է աստուծո հաճելի լալ վասնզի ամբոր կմոդենա պետք է որ հավատա թե աստված կա եւ վարձահատույց կլա անոնց որ զին կփնտրեն աս համարը շատ քերծիկ կերպով մեզի կբացատրե գսե առանց հավատքի մեկը չի գնար աստուծո հաճեցնել նախ պետք է հավատաս աստուծո ով լալուն եւ աստուծո կարողության քու կյանքիդ մեջը որ իրմով մենք կրնանք խաչված կյանք ապրիլ անգևերջ կրնանք այդ խաչված կյանք ապրիլ նախ պետք է հավատանք եւ հավատքով է որ մենք կրնանք աստուծո հաճեցնել եւ վերջին համար այս հավատքի հետ կապված Ռոմայցիս 8:8 Ռոմայցիս 8:8 Վասնզի մարնով եղողները չեն գնար աստուծո հաջողալ խոսեցանք մարմնի մասին չեմ ուզեր երթալ անոնք որ մերած իրենց մարմինը չեն խաչած մարմնով գաբրին մարմնավոր գաբրին եւ ամոր մարմնավոր գաբրի գսե աստեղը չի գնար աստուծո հաջելի լալ վասնզի մարմնով եղողները չեն գնար աստուծո հաջողալ եւ ասիգա շատ հստակ կնե հավատքին դերը մեր կյանքերում մեջ որ պետք է մենք հավատքով ասքայլը առնենք ճշմարտությունը գիտնալ հասկանալ անդրադառնալ ճշմարտության անգևերջը ինչսինք հավատալ այդ ճշմարտության որբեսի գարնանք մեր կյանքերը ընծայել աստուծո հաճելի զոհը սուրբ լալու եւ ասիգա խաչված կյանքին մեզի գարաչնորթե Հիմա գուզեմ մի քանի գեդեր ցեզ դալ եւ այս գեդերով վերջացնել այս դոությունը թե ինչ կբադահի երբ որ մեկը խաչված կյանքը գաբրի ինչ զարգացումներ իր կյանքի մեջ կհարաճանան երբ որ մեկը այս նվիրված ընձայվա իր կյանքը գնձայե աստուծո եւ խաչված կյանքը գաբրի առաջին իր մեջը կյանք կա իր կյանք իր մեջ նոր կյանք կա Ֆիլիպեցիս նոր իր ապրելակերպը կփոխվի ամեն բան նոր գլա իր կյանքը նորություն կստանա Ֆիլիպեցիս 1 եւ 21 Բասնզի ինձ համար ապրիլը Քրիստոս է գսե
Բողոս Արաքյալն է, որ ասիկա գսե, ապրիլը Քրիստոս կդառնա։ Ամեն կյանքը նպատակը Քրիստոսի համար ապրիլ կդառնա։ Նոր կյանքը Քրիստոսով հարաճ կերտա։ Ասել է թե այլևս մեր կյանքը նոր կառավարության տակ կմտնե։ Քրիստոսի կառավարության տակ կմտնե։ Մեր հին մարդը խաչվեցավ Քրիստոսի հետ խաչին վրա եւ այլևս չի գնար իշխել մեր կյանքերուն վրա։ Մինչև որ չեն գարդոներ, չի գնար իշխել։ Բայց այն բարգյանին, որ արդոնենք, որ հին մարդը իշխե մեր կյանքի վրա, իդ գլուխը կբերցնե եւ գիտենք, որ որքան մեծ պայքար է այդ մեկը, խոսեցանք անոր մասին, երբ գարդոնենք, որ հին մարդը իդ իր իշխանությունը ցերկարն է եւ փորձե մեր կյանքերը կառավարել։ Ուրեմն Քրիստոսով մենք նոր կյանք կստանանք։ Նոր թակավորության կպատկանենք, երկինքի թակավորության, սատանային թակավորութենեն, գանցնենք երկինքի թակավորության մեջ, եւ երկինքի թակավորությունը իր օրենքներ ունի, իր բادվիրաններ ունի, եւ մենք անոնցով կգարավարվենք եւ գարաչնորթվենք, եւ երբ որ կհանցնենք մեր կյանքերը Աստուծո ամեն օր, այն կյանքը, որ մենք կաբրինք մեր մարմիններու մեջ այլևս Քրիստոսա նման կյանքեր կդառնան եւ Քրիստոս կաբրի մեր մեջը եւ մեր միջոցով եւ ասի գտանի հաջորդ մեր գեդին որ եթե մեկը Քրիստոսի համար խաչված կյանք մը գաբրի իր հին մարդը խաչած է վերջավորությունը անիգա գտարնա Քրիստոսա նման Քրիստոսի բատկերը Քրիստոսի նգարակիրը իր մեջը կստեղծվի եւ ասիգա շատ կարեւոր է Փիլիպեցիս 3-ի մեջը պիտի նայենք ասամարներուն 10-16 կուզեմ որ ամենը գարտակ ես միան կարեւոր գեդեր հիմա պիտի ծեր ուշադրությամբ բերեմ ուրեմն երբ որ մեկը ընծայված կյանք մը գաբրիկ Քրիստոսի նման կյանք մը պիտի ունենա ինչ կբադայի առաջին իր նպատակագետը կփոխվի Բողոս Արաքյալին խոսքերն են ասում Փիլիպպեսի մեջը Բողոս Արաքյալ իր փորձառութենեն կխոսի եւ իր փորձառությունը կնմանցնե վասկիմը որ մեկը գվազե 10-րդ համարի մեջ գսե որբեսի ճանչնամ զանիգա ու անոր հարության զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդը լամ անոր մավան գերբարանքը առնելով հիմա Բողոս Արաքյալը կուզե նախ ճանչնալ որքան կարելի է Քրիստոսը ավելի մոդեն ճանչնալ եւ ասիգա իր բարձրակույն նպատակագետն է Քրիստոսը ճանչնալ հարցումը որքան Քրիստոսը կճանչնանք մենք այո Հիսուսը գսիրենք կսենք այո գերքենք գաղութենք բայց իրականության մեջ որքան Քրիստոսը մոդեն կճանչնանք շատ անցերու գրնանք գիտնալ մեկը գսե ասին չանցին գիտես օյա անունը լսերեմ կամ երեսը դեսերեմ գիտեմ ով է բայց ճանչնալ կնշանակե ժամանակ անցնել մեկու մեջ մոդեն սերդել անոր բնավորությունները անոր հատկությունները եւ մոդեն ճանչնալ է մեգումը գիտնալեն ավելի է ասի մոդեն ճանչնալ որ անցին շատ լավ գիտես նույնիսկ գնաս անոր խորածը գիտնալ այնքան իրեն լավ գիտես եւ ասիգա անշուշտ ամուսնության մեջ ամենակարևոր հատկությունները մեկն է որ ամուսնական սերը եւ հարաբերությունը ամենամոդիկ հարաբերությունն է աշխարհի մեջ որ Քրիստոսի սիրուն հետ Եփեսացի մեջ ինչպես կարտացին կփախտadvi Քրիստոսի սերը եկեղեցին անտեպ հոն մեկ բան որ կարևոր է ամուսնության մեջը այնքան իրարու մոդելալ այնքան իրարու փածլալ որ իրարու
միտքը նույնիսկ գիտնալ։ Հիմա եթե լուսին մտիկ կնեք որ չեմ գիտեր, լուսին եթե փամ խորելու լավ, նիտ մփանա, ես շատ լավ պետք է գիտնամ որ լուսին ուրգեր տատ նյութին հետ, որովհետև գիտեմ ինք ինչպես կմտածե, գիտեմ ինչ կխորի, իր կարծիքները, փափակները անշուշտ երբ որ աստուիկը ամուսնացած են եւ իրենց ամուսնությունը հիմնված է Աստծո խոսքի վրա շատ ավելի գտուրինա որովհետեւ իրենց նպատակը Աստծո փառք բերել է իրենց ընտանիքով եւ իրենց խաղապարները, միտքերը բոլորն ալ Աստծո խոսքի վրա հիմնված են եւ շատ ավելի գտուրինա։ Հիմա ճանչնալու մասին որ խոսեցա արևելայրեն սկսա խոսիլ Հիսուսի հետ ժամանակ անցնելով է որ մենք պիտի գարնանք ասոր մեջ հաճողիլ այս նվիրված մեր կյանքերը ընծայել ամբողջությամբ Հիսուսի որ Հիսուս մեր մեջ ապրի մեզմով ապրի ինչպես քիչ առաջ ասի եւ ինչ կուզե գիտնալ 10-րդ համարին երկրորդ մասի մեջ կսե անոր հարության զորությունը խոսեցանք ասոր մասինալ չեմ զեր երթալ հարության զորությունը ով հարություն առնելով Սուրբ Օքին զորությունը հասկանալ թե Սուրբ Օքին ինչեր գնանել մեր մեջը եւ ասիկա շատ կարեւոր է եթե գուզենք իրապես Աստուծո բարիքները վայելել Աստուծո օրհնությունները վայելել պետք է Սուրբ Օքին դերի տանք որ Սուրբ Օքին գարենա այդ կորձը մեր մեջը գադարել հետո գշարնագե իր նպատակը ճանչնալեն հարության զորությունը գիտնալեն վերջ կսե 10-րդ համարը հարության զորություն եւ անոր չարչարանքներուն հաղորդը լամ այսինքն Քրիստոսի հետ հաղորդակցիլ նույնանալ Քրիստոսի հետ Քրիստոսի չարչարանքներուն հաղորդագից ըլլալ եւ անգևերջ գշարնագիսե անոր մահվան գերբարանքը առնելով այսինքն ինչ որ Հիսուս մեջեն անցավ ես ալ պատրաստ լամ նույն բանի մեջեն անցնելու եւ 11-րդ համարի մեջը ինչ է այս բոլորին նպատակագետը ամենը այո Հիսուսը ճանչնալով սկսավ բայց ուր կվերջանա այս նպատակագետը Պետրոս Պողոս Արաքյալին 11-րդ համարի մեջ կսե որբեսի մերելներեն հարությանը հասնիմ ինչու կսե մերելներեն հարությանը հասնիմ որովհետև մեր հավատքը հիմնված է հավդանական կյանքի վրա ոչ մեկ գրոնք կրնա վստահեցնել թե մերնել են վերջը մեկը ուր պիտի երթա բայց մեր հավատքը մեզի հստակ գնե թե ամբոր Քրիստոսի գահավադա թեև մերնի պիտի ապրի հարության զորությունը մեր մեջը գաբրի եւ այն հոգին որ Քրիստոսի հարուցանեց մերելներեն նույն հոգին մեր մեջը գաբրի եւ մեզի ալ հարություն առնել պիտի բոլոր մեր հավատքը հիմնված է հավդենական կյանքի վրա միս կրոնքներուն առաջնորդները մերան բայց մեր հավատքին առաջնորդը Քրիստոս կենթանի է ողջ է եւ այս է դարբերությունը քրիստոնեության միս բոլոր գրոնքներեն անոր համար մենք կգոչենք մեր հավատացածը հավատք եւ ոչ գրոնքը միներ ըրեյ է հավատքը հիմնված է ճշմարտության վրա որ ադոր միջոցով մենք կրնանք սիրո կետնի վրա բոլոր ինչ որ մեր հավատքը մեզ մեկ բանչե որ ունենք լադիգա ընձայել մեր ամբողջ կյանքը մեր հին մարդը խաչանել այս բոլորը գրնան գնել երբ որ մեր հավատքը հիմնված է Քրիստոսի եւ հարության զորության վրա այս է կարևորը եւ 13-րդ համարի մեջ եւ ոչ թե ես արդեն արեր եմ գսե կամ արդեն գադարյալ եղեր եմ հոս գադարյալ փարը հասունություն փարն է ինքը գսե թեր չեմ ասացոն
բայց իմ փապակս է որ ես գադարելության հասնիմ հաբա յետևեն ինգածեմ որ բռնեմ մրցանակը որուն համարալ բռնվեցա Քրիստոս Հիսուսե ես մրցանակին գուզեմ հասնել գսե ինչ է մրցանակը մերելներուն հարությանը հասնիմ հոնե վերջին քիծը վասկին վերջին քիծ որ գտանցնենք մերելներեն հարություն եւ Փառքը Աստծո որ ես կավադամ որ մեր սերունդը դերևս at քիզինալ չասնի քիզին չասած վեր երթա so կսպասեմ այդ օրվան եւ նշանները ալավելի մեզ գծեցնեմ որ հասած ենք այդ կետին եւ ո՞ե մեգոր Հիսուս կրնա վերաթարնալ եւ հապշտագել իր եկեղեցին եւ այս պատճառով որ Պողոս Արաքյալը իր անձը մեկտի դրած է խաչանած է եւ պատրաստ է Քրիստոսի համար ամեն բան անել ուզե մրցանակին հասնել թուն եւ ես ինչ կնենք որ այդ մրցանակին հասնենք արդյոք կքալենք նստածենք կդիտենք թե ոչ կվազենք այդ մրցանակին եւ մեր թիրքը կեցվածքը մեզի կամ առաջ պիտի դանի կամ յետև եւ մենք ամեն օր այս խաչված կյանք ապրելու մեջ պետք է ալավելի հարաճտիմություն արձանագրենք որբեսի ամեն օր ավելի գարնանք այս ճշմարտությունները մեր կյանքի մեջ իրականություն դարձնել եւ անոնց հետևանքները վայելել այդ ճշմարտություններուն կորզնական դարձնելով եւ 13-րդն 10-րդ համարի մեջը շարունակենք կսե ոչ թե արդեն արեր եմ կամ արդեն գադարյալ եղեր եմ այսինքն Պողոս Արաքյալը գսե թե թեր երթալիք ճամփա ունիմ գսե հաբա յետևեն ինգածեմ որ բռնեմ մրցանակը որուն համարալ բռնվեցա Քրիստոսե եղբայրներ ես չեմ սեբեր թե բռներեմ չեմ սեբեր թե բռներեմ այսինքն այն բարգանին որ մենք կգարձենք որ դեղ հասանք հոգեոր կյանքի մեջ որ ալ հանկիստ ենք կրնանք ատկեվերջը ինչպես retirement-ի գասնին մարտիկ բավական տրամ տիզածեն կսեն հիմա հանկիստ կրնա մնել no հոգեոր կյանքի մեջ այդպիսի բան չի գա միշտ հասնելիք դեր գա չես կրնա retire լալ թոշակի երթալ քու հոգեոր կյանքետ այն վարգանին որ թոշակի երթաս գինաս կրնաս մեծ տեղություններում մատնվել որովհետև այս վասկը մինչև վերջին շունչն է եւ բայկարը մինչև վերջը եւ Ռոմայցիս 17-ը գուզեմ արագ մգարտալ 17-ը 14-ին 25 համարներում մեջ թե ինչ կբադայր Պողոս Արաքյալի եւ մի քանի համարներ այս համարներեն սերդեցինք անգամ եւս գուզեմ հիշեցնել թե ինչու Պողոս Արաքյալ գսե թե թեր չեմ ասած կվազեմ նայեցեք ինչ կսե 14-ին 15 համարներում մեջ քանզի ինչ որ գնեմ չեմ ճանչնար չէ թե ինչ որ գուզեմ զայն գնեմ հաբա ինչ որ գադեմ զայն գնեմ բայց եթե ճուզածս գնեմ հավանություն գուդամ օրենքին թե բարի է իսկ արդ ոչ թե ես գնեմ զանիգա հաբա մեղքը որ իմ ներսիտիս կփնագի քանզի գիտեմ որ իմ ներսիտիս այսինքն իմ մարմինիս մեջ բարի բամը չի փնագիր վասնզի գամեցողություն գա քովս բայց բարին ի կորց տնելը չեմ գնար քանզի ոչ թե բարին որ գուզեմ զայն գնեմ հաբա չարը որ չեմ ուզեր զայն գնեմ իսկ եթե ճուզած բանս գնեմ ալ ոչ թե ես գնեմ զանիգա հաբա մեղքը որ իմ ներսիտիս կփնագած է ուստի ես գտնեմ օրենքը որ երբ բարին անելը գամենամ չարը իմ կովս կլա վասնզի ներսի մարդուն նայելով աստուծո օրենքին կհավնիմ բայց ուրիշ օրենք մը կդեսնեմ իմ անդամներուս մեջ որ իմ մտքիս օրենքին թեմ կբادرազմի եւ զիսքերի գնե մեղքի օրենքին որ իմ անդամներուս մեջ է ինչ խղճալի մարդ եմ ես ով պիտի ազատես զիս այս մահկանացու մարմնեն քողություն աստուծո մեր Տերոջ Հիսուս Քրիստոսին ցերկով ուրեմն ես ինքս մտքով աստուծո օրենքին գծարայեմ ու մարմնով մեղքի օրենքին
Հիմա գտեսնեք ինչ համար վասկը մինչև վերջ է։ Պողոս Արաքյալի պես մեկը ամենահռչակավոր աշակերտը Հիսուսի այս դժվարություններն գանցնի։ Միշտ պայքարի մեջ է։ Մենք ուր մնացինք։ Եվ ադոր համար Պողոս Արաքյալը գրեգսե ես թեր չեմ ասած, վասկին չեմ ասած, որովհետև իմ մեջս միշտ պայքար կա։ Բայց մեր հույսը այն է, որ 25-րդ համարի մեջ կսե կողություն Աստծո մեր Տերոջ Հիսուս Քրիստոսին ցերկով ես այդ վերջին քիծին պիտի հասնեմ հաղթության քիծին մերելներեն հարության պիտի հասնեմ փառքը լա Տերոջը որ մենք այս վստահությունը ունենք Աստծո խոսքին օգնությամբ մենք կարող ենք հասնել այն վերջագետին եւ համարները կշարունակվի Փիլիպպեցիս 7 դառնանք Փիլիպպեցիս 3 Պողոս Արաքյալը գսե թե շատ ճամփագա արչևս 13-ին 14 համարները գսե եղբայրներ ես չեմ սեբեր թե փրներեմ բայց հիշեցնեմ թե յետևի եղածները մորցած եմ ու արչևի եղածներուն գտիմեմ նպատակը դիտելով թեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստուծո վերին գոչումին մրցանակին գվազեմ մեկ բան գնեմ որ յետևի բաները մորցած եմ այսինքն իր գետրոնացումը արչևն է արչևը գտիդե արչևի եղածներուն գտիմեմ գսե Գիծածը լանք որ այն վարգյանին որ յետև նայինք պիտի շեղինք մեր հավատքեն պիտի շեղինք Գիրագյորը գխոսենք ասոր մասին վարը հայրենի պատկամեն վերջ երբ որ մեքենամը ինքնաշարժը քշես եթե գուզես արչև երթալ արչև գնայես յետև նայելով արչև չես գնալ երթալ փորձեցեք օրմը եւ դեսեք ինչ պիտի բադայի ցեզի ճիշտ նույնն է հոգեոր կյանքի մեջը արչև երթալ յետևի եղածները մորնալ այս մեկ բանը գնեմ գսե այսինքն Պողոս Արաքյալը գսե իմ գետրոնացումս այս է հարաճ երթալ անցյալը մորնալ հարաճ երթալ ինչ որ իմ արչևս կա անոնց կթիմեմ գսե եւ ուզեմ 14-րդ համարի մեջ գսե Աստուծո վերին գոչումին մրցանակին հասնել գվազեմ որբեսի այդ մրցանակին հասնեմ ինչ է քու կյանքիդ նպատակը այսօրերս ինչ է քու նպատակագետը ուր գուզես հասնել ուր գերտաս այս հարցումները ադեն մենք մեզի պետք է հարցնենք տեսնելու թե արդյոք մրցանակի վասկի մեջն ենք թե ոչ շեղած ենք այդ վասկեն եւ անշուշտ եթե մենք անգերձ լանք մեր անձերուն հետ պիտի տեսնենք որ շատ անգամ կշեղինք եւ այդ անդրադարձն է որ մեզ պիտի օգնի որ իդ ճամփուն մեջ մտնենք իդ շիդակ քիզին մեջ վազենք իդ մեր գետրոնացումը շտկենք եւ պիտի դերոջ օգնությամբ պիտի գարնանք իդ առաջ երթալ այն մրցանակին հասնելու եւ 16-րդ համարի մեջը Պողոս Արաքյալը գկրե միայն թե ինչ աստիճանի որ հասեր ենք նույն կանոնին համեմատ կալենք նույն խորհուրդը ունենանք Այստեղ Պողոս Արաքյալը բարձրապես կուզե ասել որ ուր որ ասած ենք մենք քրիստոնեական կյանքի մեջը կարելի է որ ժամանակներ եղավ որ հարաճ չքացիր ժամանակ պատնեցիր սպաղեցար ուրիշ բաներով եւ այնտեղ չես ուր պետք է լաս բայց ոս Պողոս Արաքյալը գսե շատ լավ կհասկնամ կարևոր չէ այո վնասները դիր օրհնություններ գործունեցիր բայց արիթունիս որ հարաճ երտաս շարնագե հաջորդ քայլն ար որբեսի գարնաս արչև երտալ եւ ասի քաչալերական է մեզի որովհետեւ շատ անգամ ամենք սալ գուսադինք
երբ որ գտեսնենք թե նույն սխալները կգրտենք եւ չենք շտկվիր գարտնու բաներեն, այս համարը մեզի գսե որ մի ուսադիր թեր արիթունիս մինչև այն ադեմ որ շունչ կա վրա արիթունիս հարաճ երթալու քայլը ար եւ հարաճ կնա եւ վերջին գեդը որ հաճված կյանքը մեր մեջ կզարգացնե ազատությունն է ազատություն Ռոմայցիս 6-րդ գլուխը ասոր մասին գխոսի Ռոմայցիս 6-րդ գլուխը ոնց շատ կարևոր ճշմարտություններ կան եւ անշուշտ շատեր սխալ կասկնան այս ազատությունը եւ կսեն օքեյ մենք Քրիստոսով ազատ ենք ուզածնից կրնան գնել եւ ադիգա շատ սխալ է որովհետեւ առաջին համարը 6:2-ի մեջ կսե քավլիցի մենք որ մեղքին մերանք ինչպես անոր մեջ գենանք մենք մեղքին մերած ենք մեղքի մեջ չենք գնար քալել ողսարկյալը գսե անգարելի է որ մեկը որ մեղքի մերած է մեղքի մեջ քալե ուրեմն այն խաղապարը որ օքեյ ես Քրիստոսի զավակ եղա ապաշխարեցի այլևս ուզածից պես կնամ ապրիլ այս համարը բոլորովին կհագաս այդ խաղապարին եւ գսե ոչ եթե մեղքի մերած ես չես կնար մեղքի մեջ քալել ուրեմն ինչեն ազատենք եթե խաչված կյանք կաբրինք Քրիստոսի մեջ մեր կյանքերը մեր մարմինները ընծայած են Քրիստոսին 7-րդ համարի մեջ կսե վասնզի անոր մեղքի մերած է մեղքե արդարացած է ուրեմն մեղքին հետևանքեն մենք ազատված ենք մեղքին հետևանք ինչ է մեղքին բարձկը մահ է բայց Աստծո ծրի բարգեւը ինչ է հավդենական կյանք Քրիստոս Հիսուսով ուրեմն մեղքի հետևանքը որ մենք ամենքսալ արժանի էինք մեռնել էր բայց քանի որ մենք մեղքին մերանք մեր անձերը խաչեցինք Քրիստոսի հետ խաչ անեցինք այլևս մեղքի հետևանքը մեր վրա արժեք զորություն չունի մենք ազատ ենք մեղքի զորութենեն մեղքին հետևանքներեն որովհետև Քրիստոս մեր դեղը մերավ մեզի արդարացուց եւ Քրիստոս մերլեն վերջ հարություն արավ մենք ալ Քրիստոսով հարություն պիտի առնենք ինչ բան են ուրիշ ինչ կորց կդարեց այս մեր անձերը խաչելը ինչ ազատություն տվավ մեզի 18-րդ համարի մեջը կգարտանք կսե ուստի թուք մեղքե ազատվելով արդարության ծառա եղաք ուրեմն մեղքե ազատված ենք մեղքի քերի չենք եթե ամեն օր մեր անձերը խաչենք խաչին վրա Քրիստոսի հետ մեռնինք մեր անձերուն եւ Քրիստոս մեր մեջը ապրի մենք մեղքեն ազատված ենք կսե եւ դուք մեղքե ազատվելով արդարության ծառա եղաք հիմա ծառափարը գործած աստեղը շատ անգամ երբ որ ծառափարը գլսվի մեկը գսե օ անի քերություն է անի ստրուգություն է այսինքն մեգումը հրամանին դակ պիտելաս բայց ընդհանրակը ազատության բարը գործած աստեղը արդարության ծառա որ գսե այսինքն արդարությունով բիդաբրի եւ այդ արդարության կյանքը իրեն մեղքե ազատ պիտի բայե ասել է թե արդարության կյանքը ազատության փանալին է մեղքե ազատ լալու փանալին է եւ անոր արդարության կյանքի մեջ գաբրի անիգա է որ գրնա մեղքի քերի չլալ եւ մենք այդ համարը որ միշտ կգործածեք առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը այսինքն արդարության կյանքի մեջ ապրիլ երբ որ Աստված կթագավորե մեր կյանքերու մեջ մենք կրնանք այդ արդար կյանքը ապրիլ որբեսի այլևս քերի չլանք մեղքին եւ անոր հետևանքին մեղքեն ազատ ենք մենք եւ ինչ կբադայի երբ որ մեկը այս ազատության մեջ կաբրի 22-րդ համարի մեջ կսե բայց հիմա մեղքե ազատված եւ
Աստուծո ծառաներ եղած ծեր բդուղը ունիք սրբությունով ու վերջը հավիտենական կյանք։ Ավասիկ կգաբվի այդ Պողոս արաքյալին միս խոսքերը, որ մրցանակին գնայինք գսե, եւ մինչ այդ մրցանակին կսպասենք, մինչ կդվիմենք այդ մրցանակին, կվազենք այդ մրցանակին, հարության հավիտենական կյանքին, մենք ամեն անգամ որ ամեն օր որ մեր անձերը կխաչենք, խաչված կյանք կաբրինք, ինչ կբադայի մեզ գսե սրբության բդուղները հարաճ կան մեր մեջ։ Եվ այս է Աստուծո բանջածը մեզ մե, որ ամեն օր սրբության բդուղներ մեր մեջը հարաճ կան։ Հայ Հովաննուի մեջը կգարտանք այս բդուղի մասին, Հիսուս ինչ ասավ, Հովաննու 15:5 ես որդն եմ ու դուք ջուղերն եք, ամ որ իմ վրաս հաստատված է եւ ես անոր վրա անիգա շատ բդուղ պիտի բերե, վասնզի առանց ինձի փամը չեք կրնարնել։ Այս արդարության բդուղները, սրբության բդուղները որտեղ են առաջ պիտքան, երբ որ Քրիստոսի վրա հաստատված ենք, երբ Քրիստոս կաբրի մեր մեջը, մեզմով ինքը գերեվի մեր մեջը, այն ադեն է որ սրբության բդուղները հարաճ պիտքան։ Եվ 16-րդ համարի մեջ նորեն գսե, ոչ թե դուք զիս ընտրեցիք, հաբա ես ցեզ ընտրեցի ու թրի ցեզ, որբեսի դուք երթաք ու բդուղ բերեք, եւ ձեր բդուղը մնա, որբեսի իմ անունովս ինչ որ հոր մեզ խնդրեք, ցեզի դա։ Ոս փարը որ կարևոր կգարտացինք, եթե ուշադրություն ռիքսե, երթակ ու բդուղ բերեք ու ծեր բդուղը մնա։ Մենք շատ լավ գիտենք, որ բդուղները, երբ որ մնան, ինչ կլան, կփդին, կչորնան, կամ թե որտոդին։ Բայց այս բդուղը, որ Հիսուս կխոսի, որ մնայուն բդուղ մնե, կյանք ունի մեջը, կյանք կփերե։ Այն բդուղը որ հողին տակ չի մտնե, բդուղը որ հունդ ունի մեջը, հողին տակ չի մտներ, կմեռնի, չի գնար շարունակել, կյանք չի գնար տալ, չի գնար նոր կյանք մեջտեղ բերել։ Պետք է այն բդուղի մեջի հունդը թաղվի հողին տակ, որբեսի գարենա նոր բդուղ բերել։ Եվ մենք Քրիստոսի մեջ որ ենք, երբ որ մենք մեր անձերը կթաղենք, մերած կսեբենք, այն ադեն է որ այս սրբության բդուղները մեջտեղ կան։ Եթե ոչ մենգալ մյուս բդուղներում մեզ որ զարտիդեղ այսպես եթե տնես մեջտեղը վերջը կփդին կհոդին գավրվին եւ մենգալ այդ վիճակը պիտի առնենք։ Ուրեմն Քրիստոսի մեջ մնալը անոր զորությունը, հարության զորությունը մեր մեջը ապրիլն է որ մեր մեջը մնայուն բդուղ պիտի բերե որ հավիտենական բդուղներ են։ Այսինքն մեր մեջը որ այդ կյանքը գա, Քրիստոս որ մեր մեջը գաբրի, պիտի նոր կյանքեր մեջտեղ բերե։ Մեր ապրելակերպը, մեր վարմունքը, մեր գեցվածքը պիտի առաջնորդեն ուրիշներու, որ անոնքալ Քրիստոսի կան եւ անոնքալ կյանք ունենան։ Բդուղը բդուղ պիտի բերե եւ այս է որ Աստված կուզե մեզ ամեն մեկուս համար։ Անցյալ ունեինք, ներկա ունենք եւ ապագա ունենք, որում մեջ Քրիստոս մեր վրա աշխատեցավ, կաշխատի եւ պիտի աշխատի։ Անցյալին Քրիստոս մեզի համար մերավ բեղքին քինը վճարեց, որբեսի մենք արդարանանք իր արյունովը մեր մեղքերուն համար պետք է մեռնեինք, արյուն թափվեր, Հիսուս այդ արյուն թափեց եւ մենք իր արյունովը արդարացանք։ Ներկայիս Քրիստոս կաշխատի մեր մեջը, որ մեզի մեր մեջը սրբության բդուղներ հարաճ բերե, մեզի կսրբակորձե, որովհետև մենք մեղքի ուժեն ազատ ենք, փրկված ենք, Քրիստոս կրնա մեր մեջը սրբության բդուղներ հարաճացնել։ Եվ անշուշտ Քրիստոսի նպատակն է, որ մեր մեջը սրբության բդուղներ հիմա աճեցնելով մեզի այդ փառքին հասցնե ապակային, որ մեզի համար կպատրաստե։
ուր այլևս մեղքը երբեք գոյություն պիտի չունենա։ Ուրախ եք։ Վերջավորությունն լավ է։ Մեղքին հետ կապ պիտի չունենանք, երբ որ երկինք հասնենք, հոն մեղք գոյություն չունի։ Եվ Աստված հստակեն մեզի կպատրաստե, որ այդ ուրախությունը աստեղեն սկսենք վայելու, երբ մեղքի քերի չենք, այլ ազատված ենք մեղքի աստեցութենեն եւ արդարությունով գաբրինք, մենք արդարության ծառա կդառնանք։ Հիմա գտնե գտնանք սկսիլ ապրի այդ փարավորված կյանքը, երբ որ ամեն օր մեր կյանքերը խաչը գանենք։ Եվ գուզեմ այդ համարը, որ սկսանք անորդ վերջացնենք, Քաղատացիս 2:20-ը, այս համարը միտքերնից պահենք, այս սերդողության հետ կապված Քրիստոսին հետ խաչ ելա եւ ալ գենթանի եմ, ոչ թե ես, հաբա Քրիստոս կենթանի է իմ մեջս։ Բայց ես, որ հիմա մարմնովս կաբրիմ, Աստծո որդին հավատքով կաբրիմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց։ Տերը օրհնե բոլորիդ, ուսամ այս իր համարը ճշմարտություն մգլա մեր ամենուն կյանքերենս։